Սրա միջոցով համապատասխան պոմպ կա, որ միջոցով սահմանվում է ճնշում, ճնշման տակ հեռացվում են այս կոլբայի մեջ գտնվող հեղուկները։ Նոր սարքերով, նոր լաբորատորիայում երիտասարդ հայ քիմիկոսները կարտադրեն տեղական դեղահումք։ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում շվեյցարական ընկերությունը 1.5 միլիոն եվրո ներդրում է կատարել, 5 լաբորատորիա արդիականացրել ու շահագործման հանձնել։ Կենտրոնում հնարավոր է գիտականորեն ստանալ ցանկացած տեսակի դեղագործական հումքի, նույնիսկ բարձր պոտենցիալությամբ դեղագործական հումքի փոքր քանակություններ, էքսպերիմենտալ քանակություններ։ Փորձնական արտադրությանը կհաջորդի դեղահումքի կիլոգրամներով, հետո էլ տոննաներով արտադրությունը։ Երիտասարդ քիմիկոսներին ոգևորում է աշխատավարձը, նվազագույնը 200,000 դրամ, կառավարությանն էլ շվեյցարական ընկերության հավակնոտ ծրագրերը։ 10 միլիոն եվրո ներդրում առաջիկա 5 տարում եւ դեղահումքի գործարանը կդառնա տարածաշրջանում միակը։ Մենք ունենանք մրցունակ արտադրանք, որը որ կարող է ներկրվել միջազգային շուկաներ։ Տեղական դեղարտադրողները դեղահումքը դրսից ձեռք բերելու փոխարեն կգնեն այստեղից, այն էլ ցածր գնով։ Հումքի որակը միջազգային չափանիշներին չի զիջի։ Դրանից ոգևորված են հատկապես պատրաստի դեղ արտահանող հայկական ընկերությունները, որոնք դեղահումքը բերում են Միացյալ Նահանգներից, Եվրոպայից եւ Ճապոնիայից։ Մենք փակ ցիկլով կարտադրենք մեր դեղամիջոցները, գնելով հումք ու նյութը Հայաստանում, արտադրելով Հայաստանում, մենք կտրամադրենք հայաստանյան սպառողին Հայաստանում արտադրված դեղամիջոցներ։ Շվեյցարական ընկերության ծրագրերը միայն հայկական շուկայով չեն սահմանափակվում։ Հեռանկարում հայկական դեղահումքը նաև կարտահանեն։ Լիլիթ Ասլանյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։